Շնորհակալություն բարեկամներ, ավարտվեց Հայաստան-Իռլանդիա հանդիպումը եւ հիմա ես զրույց եմ վարում ոչ թե Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ, նա պատրաստվում է այդ խաղի մամուլի ասուլիսին, իմ զրուցակիցն է Լևոն Պաչաջյանը, որը այսօր մասնակցեց ամբողջ հանդիպմանը, Լևոն ինչը չստացվեց տղաների մոտ, կարծես թե հավասար խաղ էր, բայց վերջում բաց թողեց։ Առաջի հերթին կնշեմ, որ չստացվեց գոլ խփելը, ստում է ֆուտբոլում հաղթում են ու գոլ է խփում։ Ընդհանուր խաղի վերաբերյալ ես էլ եմ այդ կարծիքին, որ հավասար խաղ էր, կարող էինք պարտվել, կարող էինք հաղթել, բայց ստացվեց այնպես ինչպես ստացվեց։ Պետք է նորից լավ պատրաստենք 4 օրից խաղի ենք, այնպես որ հանդիպումից էլ պետք է դասեր քաղենք, որ պատրաստենք Մակեդոնիայի խաղին։ Իսկ այսպիսի ցավալի պարտությունը չի ազդի տղաների հոգեբանության վրա, ընդամենը 3 օր ունեք պատրաստվել։ Ինչ-որ չափով հնարավոր է, բայց ամեն դեպքում ստում է պետք է հավաքվենք, եթե այդպես մտածենք, պետք է ուրեմն Մակեդոնիա չմեկնենք, ստում է պետք է հավաքվենք ու աշխատենք կորցրածը հետ բերենք գոնե Մակեդոնիայում, ստում է այնտեղ եթե մեկ միավոր բերենք, ստում է ամեն ինչ նորմալ կլինի, շարունակենք վերելքով խաղալ։ Իսկ շատ ուժեղ թիմի տպավորություն թողեց Իռլանդիան։ Այ ուժեղ թիմ էր, բայց չեմ կարող ասել, որ այնպեսի մակարդակ էր, որ հնարավորություն չունենք խաղալ, դուք էլ տեսաք լավ շանսեր ունենք գոլ խփելու, ընդհանուր հավասար պայքար էր գնում։ Ֆիզիկապես շատ ուժեղ թիմ էր, մենք էլ մեր առավելություններ ունեինք, ուղղակի ցավալի գոլ բաց թողեցինք խաղավերջում։ Լավ, շնորհակալություն իմ զրուցակիցներ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը, խնդրեմ պարոն Սարգսյան։